Նախադեմ ուղղված հանցագործությունները 23.2%-ով նվազել են։ Կրիմինալ երկիր է։ Ყოფեին խոնում տեսակրակոթային վերևի գմ։ Ոստիկանությունը տեղում չի։ Գործ ենք ունենում նման բացասական երևույթների ու միջադեպերի հետ։ Ձերքցել ուսով, այդ պահի խփել է։ Գնացին Կորանինչի համար։ Որողակների վատ աշխատանքի կամ անգործության հետևանք էին վերջերս Երևանում, Զովունիում, Սևանում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործությունները։ Պատշաճ աշխատանքի դեպքում արդյոք հնարավոր էր կանխել դրանք։ Ոստիկանությունը, այդ թվում համայնքային ոստիկանությունը, եկեք պատկերացնենք մի հատ երիցուկ։ Ոստիկանությունը կենտրոնում է, նա բոլոր խնդիրների հասցեատերը եւ հասցեագրողը չի, նա թիրախային ընդամենը հասցեագրողն է այն մարմիններին, ովքեր պիտի գործ ունենան եւ այդտեղ հատկապես կրթական ոլորտն է, տարածքային ինքնակառավարման մարմիններն են, սոցիալական ծառայություններն են եւ առհասարակ քրեական արտադրության մարմինները, այն է քննիչները, դատախազները, դատարանները, պրոբացիայի ծառայությունը, բանտային ծառայությունը, որովհետեւ սրանք իրար հետ մեկ ընտանիքի պես են համագործակցում։ Այլ կերպը առնվազն միավորված ազգերի կազմակերպության հանցավորության կանխարգելման ուղենիշերը 4-5 առնվազն խոսում են հենց դրա մասին, որ միջ ոլորտային համագործակցությունից զատ, դրանից դուրս արդյունավետություն չկա, ամբողջ the whole government կոչված է, որ ամբողջ կառավարությունը եւ ամբողջ հասարակությունը պիտի լծված լինի դրան։ Ոստիկանության ներսում թերևս կարող ենք շեշտել համայնքային ոստիկանությունը, օպերատիվ հետախուզական երկու հիմնարար ծառայությունները եւ ինչու՞ չէ այսօր նաեւ բարեկային ծառայությունը, որի առնվազն հիմնարար փաստաթուղթը խոսում էր այն մասին, որ նրանք ընդհանրապես հանցավորության կանխարգելման համար են եւ ոչ թե փոխարինելու են ճանապարհային ոստիկանության։ Կանխարգելման ուղղված ջանքերն են միայն, որոնք շատ թանկարժ են մարդկային ռեսուրսի իմաստով, տեխնոլոգիաների իմաստով, բայց կանխարգելումը շատ ավելի արդյունավետ է եւ հնարավոր է անել, այլ բան, որ միշտ է լինելու են հանցագործություններ, որոնք այդպես էլ չբացահայտվեն կամ դժվար լինի բացահայտելը, որովհետեւ չկա հասարակություն, որտեղ չկան չբացահայտված հանցագործություններ, այլ բան, որ մեզ տեղյակ պահին, որ կանխարգելման աշխատանքներն արված են, դրանից հետո կերևար արդյունավետությունը։ Թեպետ պատճառների մասին պաշտոնական պարզաբանում չեղավ, այդուհանդերձ հենց աղմկահարույց դեպքերից հետո աշխատանքից ազատվեցին 3 փոխոստիկանապետերը։ Արդյոք նման կադրային փոփոխությունները բավարար են խնդիրը լուծելու համար, թե անհրաժեշտ են խորքային, համակարգային բարեփոխումներ։ Կադրերի փոփոխությունը կարող է բերել փոփոխությունները, եթե կա երկու բան։ Առաջին ներքին գնահատման համակարգ, ինչպես են գնահատել, ինչպես է արդյունավետությունը գնահատվել այդ մարդկանց եւ ինչու է տեղափոխություն եղել կամ ավելի ճիշտ տեղափոխությունը հենց ռոտացիա եւ երկրորդ ինչպես է դան հրամցվում եւ ներկայացվում հանրությանը, որովհետեւ առանց հանրության, առանց բնակիչների, քաղաքացիների հետ սերտ համագործակցության ոստիկանական աշխատանքը հատկապես հանցավորության կանխարգելման ուղղակի անհնար է որևէ կերպ պատկերացնելը եւ հանրությունը պիտի ունենա հնարավորություն հարցնելու ինչու տեղափոխեցիք, արդյոք կապված էին այս վերջին իրողությունների հետ թե չէ, որովհետեւ առնվազն հայտարարության մեջ նման հայտարարություն չկա, թե ինչ պատճառով է եւ դա շատ վտանգավոր է, որովհետեւ սա ստեղծելու է շատ կարեւոր երկու բան։ Առաջին բոլորին գնալու է ազդակ, որ ներքևի օղակներում ձեզ ոչ մեկ չի պատժում են մենակ վերևիններին եւ այսպես ասած ձուկը գլխից է հոտած սովետական մոտեցումն է, իսկ դա այդպես չի։ Եվ երկրորդը, որ կարող է շատ վտանգավոր լինել, դա նաեւ որ այսպես պատրանքային կամ խորհրդանշական հաշվետվողականություն է դիտարկվում, որովհետեւ այդ նույն ուղղությամբ կբարձրանանք մինչեւ նախարար, եթե հանրապետական մակարդակի մարդիկ մեղավոր էին այս իրողություններում կբարձրանանք դեպի վարչապետ, նախագահ եւ այդպես շարունակ։ Այստեղ կառավարման մեծ բաց կա, այսպես չեն կառավարում, որովհետեւ իհարկե ոչ նախարարը, ոչ վարչապետը ուղիղ ազդեցություն չունեն Հայաստանի հանցավոր միջավայրի կամ ընդհանրապես էկոհամակարգի վրա։ Հաճախ է խոսվում այն մասին, որ քաղաքացիները չեն վստահում ոստիկանությանը, չեն հազանգում իրենց հայտնի դարձած դեպքերի մասին, չօգնելով կանխել հնարավոր զարգացումները։ Ինչու՞։ Դժվար հարց է։ Ինչու, որովհետև ունենք տրադիցիաներ եկած եւ տրադիցիաների նկատմամբ նաեւ ընկալումներ կամ ըմբռնումներ, որոնք կարող է ճիշտ է, կարող է ոչ։ Բայց տրադիցիաները, որոնք մեր ականջին գոնե հասել են, դա նաեւ որ հանցագործության մասին հաղորդող քաղաքացին շատ ավելի մեծ խնդիրների մեջ է հայտնվում, քան այն մարդիկ, ովքեր կատարել են հանցագործություններ։ Եվ այսպիսին է եղել առնվազն մինչ հեղափոխական Հայաստանը, եւ շատ բարդ է համոզել մարդկանց, որ քո ահազանգը, քո ուշադրությունը համայնքիդ նկատմամբ, համայնքիդ անվտանգության իմաստով շատ կարևոր է։ Պետք է չափել նրանց ըմբռնումները
ոնց որ կա կոռուպցիայի ընկալման վերաբերյալ ցուցիչ եւ կոռուպցիայի բուն կոռուպցիայի վերաբերյալ ցուցիչ, սրանք կորելացվում են ինչ որ դեպքերում ոչ։ Հիմա քո ոստիկանությունը կարող է շատ արդյունավետ լինել, բայց իմ պատկերացումը ոստիկանության արդյունավետության վերաբերյալ այլ է։ Հիմա կամ ես պիտի փոխեմ իմ պատկերացումները ձեր չափումների միջոցով, կամ ոստիկանությունը իրապես այն չի, ինչ որ հայտարարվում է հեռուստացույցով։ Ոստիկանությունը սովորաբար զբաղվում է արդեն կատարված հանցագործությունների բացահայտմամբ, բռնում մեղավորներին։ Եթե իրավապահ համակարգը կարողանա կանխարգելել հանցագործությունները, դա բավարար կլինի, թե կրթության, սոցիալական հարցերի համար պատասխանատու եւ այլ կառույցներ եւս կատարելու աշխատանք ունեն։ Հանցագործություն ծնող գործոնները շատ ավելի հեռուն են, քան միայն հանցավոր վարքը ինքնին, որովհետև հանցավոր վարքը արդյունք է, այլ ոչ թե պատճառ։ Պատճառները կրթությունից դուրս մնալն են, անձնային իմպուլսիվությունը, ագրեսիան, անձնային դիրքորոշումներն ու անձնային որակներն են, էկո համակարգն է, որը տիրում է, զբաղվածությունն է, աշխատանքի բացակայությունն է, սոցիալական դերերի բաշխվածությունն է կամ սոցիալական անհավասարությունը եւ անհավասարակշիռ զարգացումը համայնքների եւ նույնիսկ մարզերի միջև, սրանք բոլորը գործոններ են, որոնք կարող են ծնել հանցագործություն։ Սա էր, որ առաջի հենց խոսքի սկզբում ասացի, որ պետությունը նաեւ հանցավորության կանխարգելման իմաստով պետք է աշխատի այդ երիցուկի էֆեկտի նման։ Մեջտեղում հենց համայնքային ոստիկանության փիլիսոփայությունն է եւ համայնքային ոստիկանը ինքնին, որը երբ որ տեսնում է, սկսած նրանից, որ համայնքում կարող է լինել մի շինարարական աշխատանք, որտեղ փորել են փոս, կան մի շարք ինչ որ երկաթե ձողեր, արմատուրաներ եւ սրա վերաբերյալ Երևանի քաղաքապետը պիտի ահազանգ ստանա հենց համայնքային ոստիկանությունից, վերջացրած նրանով, որ երեխաները ուշ են վերադառնում տուն, գիշերը անց են կացնում, ինչ որ, չգիտեմ, աղբամանների շուրջը քուջու ջանելիս կամ գիշերվա ժամը 4-ին ինչ որ բաներ են քննարկում շենքի հետևում եւ այլ, սրանք ռիսկային ինչ որ գործոններ են, որոնք պետք է վերլուծվեն։ Առնվազն Աչափնյակի դեպքերով մենք չտեսանք 40 տղամարդ, որը պիտի լիներ աշխատանքի վայրում ընտանիքի երեխաների հետ դպրոց տանելիս կամ ուսումնական հաստատություններում, բոլորը հայտնվել էին նույն տեղում մի նույն դիրքորոշման շուրջ, որը իդեպ իրավախախտ դիրքորոշում էր կամ հանցավոր դիրքորոշում էր։ Ոստիկանությունը պարբերաբար ուժեղացված ծառայություն է իրականացնում։ Մայրաքաղաքի փողոցներում պատահականության սկզբունքով կանգնեցնելով մեքենաներ, զննություն, երբեմն էլ դրա անվան տակ փաստացի խուզարկություն կատարելով։ Որքանով է սա իրավաչափ ու արդյունավետ։ Երևան քաղաքի տարբեր համայնքներ, Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր չունեն նույնական հանցավոր էկոհամակարգը, միջավայրը, որը կարող է ծնել հանցագործություններ։ Եվ սրա վերլուծությունը չափազանց կարևոր է, բոլորը պիտի ունենան իրենց քարտեզները ճշգրիտ տաք կետերի, որտեղ կարող է լինել թմրադեղը, որտեղ կարող է լինել զենքի օգտագործումը, որտեղ կարող է լինել սև շուկան զենքերի, որտեղ կարող է լինել ռիսկի տակ գտնվող անձիկ, ովքեր բազմաթիվ անգամներ հանցագործություններ արել, նույնասեռ հանցագործություններ են արել եւ կարող է էլի անել, եթե դա արվում է ճիշտ քարտեզագրված ձևով, ճիշտ տեղերում եւ ճիշտ բան են ման գալիս ոստիկաններ ու գիտեն ինչ են ման գալիս, ինչ ռիսկի տակ մարդկանց կամ ինչ որ իրեր, որոնցով հանցագործություն է արվում, դե հա կարող են նաև ուսումնասիրել, զննել եւ դրանք կարող են լինել իրավաչափ։ Մնացած դեպքերում դրանք ընդհանրապես խորհրդանշական ուշադրության արժանանալու գործողություններ են, որոնք ցույց են տալիս ուղղակի համազգեստավոր մարդկանց, միգուցե ենթադրությամբ, որ դա կլինի զսպաշապիկ նոր հանցանք գործելու իմաստով։